Սրբազանի եղբորորդու Արտաշես Սարգսակ Աջապահյանի հետ Արտաշես Սարգսակ նախ վերջին տեղեկությունները, եթե ունեք Սրբազանի առողջական վիճակի մասին, տեղյակ ենք, որ այսօր գալու է մասնակցելու, բայց ինչպիսի առողջական վիճակում է։ Առողջական վիճակը նորմալ է, բուժումները շարունակվում են, ընթացքի մեջ է, դեռ էլի խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, բուժել, մնացածը նորմալ է, խնդիր չկա, անհանգստանալու բան չկա։ Նայեք, այսօր Արդարադատության նախարարը ընդհանուր առմամբ անդրադարձել է եկեղեցու այսպես դեմ իրագործվողին, ինքը իհարկե դա այդպես չի անվանել, բարենորոգման շրջանակում է դիտարկել հարցը, պնդել, որ այո, Փաշինյանը որպես հանրապետության քաղաքացի իրավունք ունի իր մտահոգությունները այսպես կոչված արտահայտել եւ շատ հարցերի այսպես արձագանքել, դուք որպես հոգեվորական, որպես ծառայող եկեղեցու, ինչպես եք վերաբերում այս հայտարարությունների եւ Փաշինյանի այս ակտիվությանը եկեղեցու ուղղությամբ։ Իմ կարծիքով այսօր pedagogan մեքենան լծված է պետությունը քանդելու գործին, հետեւաբար այդ մարդիկ, որոնք որ այսօր նախարարներ են, պարզապես թյուրիմացություն է, որ իրենք նախարար են ու իրենք ոտնահարում են սահմանադրությունը, որ նոր մեր երկրի pedagoganության հիմքն է։ Եթե մի մարդ կարող է ոտնահարել սահմանադրությունը եւ ինքը մնալ պաշտոնյա, ուրեմն խնդիրը այստեղ արդեն մերն է, որպես ազգ, որ մեր սահմանադրությունը ոտնահարող մարդիկ դեռ մնում են պաշտոններում, են էլ բարձրագույն պաշտոններում, նախարար, վարչապետ եւ այլն։ Ես չեմ կարող մեկնաբանել իրենց ու իմաստը չեմ տեսնում իրենց մեկնաբանելու մեջ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Պարոն Սարգսյան։